Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը ներկայացնում է։ Սիրելի բարեկամներ, մշակութային կորոնա դադարի 3-րդ հաղորդումն է։ Վստահ եմ, որ նախորդ երկու հաղորդումները ձեզ դուր են եկել, եւ մենք հիմա եկել ենք Արամ Խաչատրյան համերգասրահ, որտեղ խնդրել ենք մեզ հյուրընկալեն Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը Էդուարդ Թոփչյանը եւ տնօրենը Ռուզաննա Սիրունյանը։ Վստահ եմ, որ հենց այստեղ էլ բազմաթիվ վայրեր կան, որտեղ մեր հանդիսատեսը չի եղել եւ ինձ հավաստիացրեցին, որ հետաքրքիր արձանագրումներ ունենալու ենք, այնպես որ քայլենք դեպի մուտքը եւ ակնկալենք, որ մեզ այնտեղ կդիմավորեն եւ հետաքրքիր էքսկուրսիա կանեն։ Գնացինք։ Ախտահանեցինք եւ գնացինք, բայց դիստանցիա պետք է պահենք։ -6-ում ենք մենք գտնվում։ Քանի որ դուք արդեն դիրիժորական փորձ ունեք, հոգեարազատ է, որտեղ երկեոնի մեջ մի հատ առանձին թաղամաս է։ Ոստիկանները ուշադիր հետևում են, որ քաղաքում ռեժիմը չխախտվի։ Դուք ունեք հետևից։ Ունեմ։ Տեղից ավելի շքեղ է։ Ոգևորող է։ Այո։ Եվ շատ գեղեցիկ։ Պարոն Թոփչյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մեր համանդնական բարևը։ Այսպես է, չէ՞։ Այսպես։ Մենք Երկրորդով է։ Մենք կարող ենք Այո, իհարկե, ամեն Տիկին օր Սիրունյան ողջույն։ նախարարը չի գալիս, գոնե կարգին մի հատ բարևենք։ Բարևեցինք։ Ախտահանեցինք եւ գնացինք, բայց դիստանցիա պետք է պահենք հեռավորություն։ 1.5 մետր։ Ով է առաջնորդում Տիկին Սիրունյան։ Այո, որպես Գնացինք Տիկին Սիրունյան։ Ինչ տպավորություն կա փակ դահլիճներից, չգիտեմ, արտակարգ դրությունից, հանդիսատեսի բացակայությունից։ Շատ եք կարոտում արդեն։ Այո, անսովոր է ես այս վերջի, չգիտեմ, պատանեկությունից հետո ես ինձ ազատ ժամանակ չէի ունեցել։ Այս այն մասերն է, որ ծանոթ են բոլորին։ այս մաս դեռ ծանոթ են, հա, բայց տենց միշտ ասում են, որ կարծիք կա, որ Ֆիլհարմոնիայի շենքը ինչքան որ դրսում է երևում, այդքան էլ ներքևն է։ Հա, հիմա դա իրականություն է, թե չէ։ Նման է, երևի տենց չեմ կարող մետրերով ճշգրիտ ասել, բայց մի քանի հարկ իջնում է ներքև։ Ինչպես տեսնում եք, այս բարեկամություն համույթի փորձասենյակն է, ամբողջ այդ դահլիճն է, որը որ հանդիսատեսը երբեք չի տեսել։ Հիմա լույս ունենք այստեղ։ Երևի թե եթե ուզենա։ Ահա, ունենք։ Այո։ Առանց պարոն Մեհրաբյանի թույլ տվությամբ Բայց ես նախ հուսամ, որ չբարկանա մեր վրա։ Ասում եմ, օրենքի տառին համապատասխան ներխուժեցինք։ Այս իրենց հիմնական փորձասենյակն է։ փորձասենյակն է։ Չնայած, որ ես միշտ մտածում եմ պարոն Մեհրաբյանին շատ հարգելով եւ բարեկամություն համույթը սիրելով, միշտ մտածում եմ, որ սա չպիտի որ բարի խմբի համար հարմար փորձասենյակ լինի, բայց երևի իրենք սովորել են։ Չէ, դե պետք է բարելավենք միանշանակ։ Ամեն դեպքում պատուհաններ են պետք, որ այստեղ անհնար է որ ունենան, որտեղ արդեն մենք երկու հարկ ներքևում ենք։ Այս մասերում նույնիսկ ես չեմ եղել։ Ես իհարկե Արձանագրեցիք, չէ՞, պարոն Թոփչյանը չի եղել այստեղ։ Սա գիտեք ինչ է։ Ոչ, սա երբ որ մենք գնում ենք ճամփորդությունների, հիմա ավելի լավերը ունենք, բայց առաջ ձեր թավջութակները եւ կոնտրաբասները դնում էինք սրանց մեջ, որպեսզի իրենք չկոտրվեն եւ կարողանանք, այո։ Ձեր ճամփորդություններն էլ են փաստորեն բավականին բարդ։ Շատ բարդ, այո, իրականում շատ բարդ։ Ես միշտ մտածում եի, ասում եի գործիքները ինչ են անում։ Դե մեծ գործիքները այնտեղ ենք վարձում։ Հա։ Բայց մեծ ասելով գոնե թավջութակները տանում ենք, ասենք արֆա, կոնտրաբասներ եւ հարվածային գործիքներ արդեն այնտեղ ենք վարձում, որտեղ անկարելի է այդքան։ -6-ում ենք մենք գտնվում, այսինքն մենք բավականին հիմա ներքև ենք իջել։ Պաստորեն այդ գաղափարը ճիշտ է, որ ինչքան վերևում է, այդքան ներքևում։ Ներքևում ենք մենք։ Այստեղ Եվ այս կողմով հիմա կարող ենք բարձրանալ։ դուրս են գալի, այո, կարող ենք բարձրանալ, մենակ տեսնել։ Գնանք։ Այստեղ արդեն լույս կա։ Եվ նորից բարձրանում ենք։ Այստեղ մենք մի քիչ ավելի կարծես թե մոտ ենք
դահլիճին, մյուս կողմի վրա, հիմա որ շուտ գանք, մեր գրիմյորի սենյակներն ամբողջապես։ Բոլորը հանդերձարաններ։ Այո, այս մասում բոլորը հանդերձարաններ։ Իհարկե շատ փոքր մի քիչ։ Այո, այնպես չի որ։ Ընդհանրապես այս արտակարգ գեղեցիկ շենքը ինքը քանի որ երևի մի քիչ ուրիշ նպատակով են սկզբից Թամանյանը երբ որ նախագծել է, երևի չեն պատկերացրել որ պիտի դառնա ֆիլհարմոնիայի համերգասրահը, ինքը ունի թերություն, որ կարծես թե տարածքը շատ մեծ է, բայց փորձասենյակներ չկան։ Աշխատասենյակներ նույնպես։ Այսինքն ամեն ինչ շատ տենց Սկզբում ոնց որ մշակույթի պալատ է որպես Այո, ինքը մշակույթի տուն են ցանկացել անել եւ օպերայի եւ այս տարածքը նույնիսկ այս մասը բացօթյա պետք է լիներ, չէ՞, հետո եւ հետաքրքիր միտք ա ունեցել Թամանյանը, որ մեջտեղը ազատ պիտի լիներ եւ մարդիկ մեջտեղով պետքա գային երկու կողմերը համերգասրահները, իհարկե հետագայում դա չի իրականացել, բայց լավա որ ունենք սա։ Հիմա այս կողմով մենք բարձրանում ենք, այստեղից արտիստները միանգամից ետնաբեմ են բարձրանում համերգների ժամանակ եւ նաեւ երաժիշտները։ Հիմա մենք որպես դերասան բարձրանում։ Այստեղ շատ փոքրիկ նեղ աստիճանավանդակ է։ Բավականին լուրջ խոչընդոտներ կան ինչեւ բեմը հասնի։ այո։ Դե պատկերացրեք գործիքներով բանով, իսկապես որտեղ բեմի տեսուչն է նստում եւ այստեղով միանգամից մենք մտնում ենք բեմ։ Մտանք։ ամեցեք։ Հա, այստեղից մի անգամ մտել եմ ես դահլիճ, ելույթ եմ ունեցել Քարյակի Կոմիտասի անվան Քարյակի 95-ամյակի։ Ինչ համերգի եք պատրաստվում։ Պատրաստվում էինք մեր 95-ամյակի համերգին։ Ամսի 20-ին։ 20-ին, որ պիտի կատարեինք Մենք անպայման նշելու ենք արտակարգ դրությունից հետո։ Հա, դա պիտի անենք։ Քանի որ դուք արդեն դիրիժորական փորձ ունեք, կարող եք մի հատ կանգնել այստեղ։ Լավն էր, բայց առանց աթոռի է։ Այո, այո։ Հոգեարազատ է արդեն դա։ Իհարկե դահլիճը շատ գեղեցիկ է։ Այո։ Եվ տպավորիչ է։ Մանավանդ երբ լեփլեցուն է լինում։ Սա մեր երկեհոնն է, մայստրո մի Ուզում եք մի հատ երկեհոնի մեջ նայեք։ Նայենք։ Որտեվ երկեհոնի մեջ մի հատ առանձին թաղամաս է։ Գնացինք։ Իսկ գործող է երկեհոնը։ Գիտեք ինչպես է, գործում է, բայց լավ վիճակում չի։ Մենք այս երկեհոնը արդեն այսպես ժառանգություն ստացանք, նույնիսկ եթե իր վրա նայեք ծակած տեղեր կան, որտեղ բաներ էին կախում այստեղ։ Այո։ Իմ ֆիլհարմոնիա գալուց ես արգելել եմ, որ ընդհանրապես այս երկեհոնին, այո, մոտենան, բայց ինքը բարդ վիճակում է, չի։ Ամբողջը իր կոնստրուկցիան։ Այո, եւ շատ ավելի մեծ։ Տեսնում եք ինչ բարդ կոնստրուկցիաներ է։ Այսինքն երկեհոնը լուրջ վերանորոգման կարիք ունի։ Պետք է փորձենք անցնել անվնաս։ Հիմա ստեղ բարձրանում են ու ինչ են անում վերևում։ Կարելի է նայել, որ անկեղծ ասեմ, ես էլ լավ չգիտեմ։ Կարող եք բարձրանալ եւ նայել։ Վստահ եք, ես վստահ չեմ։ Երևի կգնանք այդ խողովակների մոտ, այնտեղ կլինեն։ Այո։ Հիմա այս վերջին անգամ երբ է իր կառուցման օրը, որը որ եղել է 80-ականներին, դրա ինքը ունի լուրջ վերանորոգման կարիք, նույնիսկ Ալպիական սիմֆոնիայում, որ շատ կարևոր է երկեհոնը, մենք փորձեցինք սա օգտագործել, տեսանք, որ այդ վիճակում չի եւ Գարի Քյոսյանը օգնության հասավ, իր անձնական փոքրիկ երկեհոնը տվեց, փրկեց մեր համերգը եւ նորից մի առիթ է, որ շնորհակալություն ասեմ իրեն, չնայած մենք քանի գործ ունենք անելու այստեղ։ Այո, սա մենք նախանցյալ տարի բերել ենք հենց այն մարդկանց, ովքեր, այսինքն այն ֆիրման, որը կառուցել է այս երկեհոնը, իրենք ամեն ինչ ուսումնասիրեցին, նայեցին եւ նույնիսկ մենք ցուցակ ունենք, թե ինչ գումար է հարկավոր սա վերանորոգելու։ Կտակ։ Այո։ Գնացինք։ Վերելակներ էլ կան շենքում։ Չէ, Սա երկեհոնի ուրեմն նվագելու ստեղնաշարը եւ ոտքերի, այսպես ասած, ստեղնաշարը եկած են փակել ենք, հա, ես այնպես եմ արել, որ
շփում չլինի էլի հետը։ Եվ սա կոնտրաբասների սենյակն է, մեր կոնտրաբասները ներսն են, եւ մենք լավ լուր ունենք Հայաստանում, որ երբեք լավ կոնտրաբասներ չի եղել, հիմա մենք AGB-ի շնորհիվ հայկական ընդհանուր բարեգործական միության 8 արտակարգ գերմանացի վարպետի կոնտրաբասներ ենք առել, որ կորոնավիրուսը չներ, արդեն այստեղ պիտի լինեին մարտին, բայց կարծում եմ հենց այո, հենց լավ օրերը նորից վերադառնան, ուրեմն մենք նոր կոնտրաբասներ ենք ունենալու եւ այդ ժամանակ այս սենյակը շատ ավելի արդարացված կլինի։ Սիրունյանը գիտի ձեր կոնտրաբասների հետ կապված մի պատմություն կա։ Կոնտրաբասից ձայն էր գալիս, ասում ես, ինչ ձայն է գալիս, ասում եմ։ Վերջին համերգի ժամանակ նստած ենք, ասում եմ, ինչի ասես դզոց գալիս կոնտրաբասներից, ասացի մի ամիս հետո էլ չի գա, որովհետեւ 8 նոր կոնտրաբաս ենք ստանալու։ Ուզում եմ ասեմ նախարարը Մենք այսինքն Հայաստանը իրականության մոտիկ կոնտրաբաս չի ունեցել։ Հիմա սա առաջի դեպքը պիտի լինի։ Ողջունում ենք հյուրերին եւ երաժիշտներին։ Ինչպես ասեցի, փորձասենյակները քանի որ չկան ուղակի շենքում։ Մի հատ ունենք այս սենյակի չափ, որտեղ հովերն է աշխատում այն կողմում, եւ մյուսը սա հյուրասենյակ է, բայց մյուս կողմից այստեղ էլ հաճախ մեծ փորձեր ենք անում, երբ որ օպերաներ ենք պատրաստում կամ սենյակն է ձեր։ Սա գիտեք ինչ է, սա կոչվում է, որ սա իմ սենյակն է, բայց էլի ես լրիվ ընդհանուր, որովհետև սենյակում շատ քիչ է։ Ես չեմ լինում, ես միայն փորձերի ընդմիջումներին գուցե գալիս եմ թեյ խմելու, բայց հետո բոլորը գալիս էստեղ պարապում են, նույնիսկ մեր երաժիշտների աշակերտները բոլորը պարապում են այս սենյակում։ Այս ակվարիումը ժամանակին շատ սիրուն էր, բայց հիմա էլ ձկներ չկան գրեթե մեջը։ Խնամք է պահանջում։ Այո, խնամքը կարծես կա, բայց ձկները չկան։ Սա կարծես ավելի ընդհանուր մի սենյակ է, ընդհանուր ասելով դե բոլոր երաժիշտները ով գալիս է, մենք տեղավորում ենք այստեղ եւ փաստը նրանում է, որ այս ոչ այդքան շքեղ սենյակում այնպիսի համաշխարհային երաժիշտներ են եղել, որ մի կողմից ուրախանում եմ։ Ցուցակ ունեք։ Այո։ Եվ այսինքն, չէ, այստեղ ամեն ինչ մաքուր է, կոկիկ է, բայց կարելի է մտածել, որ չգիտեմ, եթե Անդրեաս Շիֆը գալիս է, իրեն չգիտեմ որտեղ է պետք դեմավորել, բայց ինքն էլ է այս սենյակը գալիս եւ բոլորը։ Բայց սիրտներս մեծ է։ Եվ այստեղ ավելի արդեն իմ առանձնասենյակի պես բան է։ Այստեղ մի բան է տարբերվում, որ իմ նոտաները, ամեն ինչ, ձայնասկավառակները այստեղ են։ Ձերքի տակ են։ Հա, եւ այդպես։ Հիմա գնում ենք գրադարան։ Հիմա մենք բարձրանանք գրադարան, այնտեղ բարձրանանք ավելի գեղատեսիլ վայր։ Այստեղ մեր գրադարանն է, ինչով որ պետք է ասեմ, որ ես շատ եմ հպարտանում։ Այս գրադարանը իրոք հպարտության առիթ է, նրանի դա նա չի, որ իմ շնորհիված է, ես պետք է ասեմ, որ այս գրադարանը ամբողջ ֆիլհարմոնիկի տարիներին դուք չեք պատկերացնի, թե այստեղ ինչքան նոտաներ կան եւ ինչպիսի խնամքով եւ մանրամասնորեն ամեն ինչ կազմակերպված։ Եկեք 80-ը նայենք ինչ է։ 80 տեսնենք։ 80։ Բերլիոզի Ռոմեո Ջուլիետը, այո։ Այսինքն ամեն ինչ ասելով դե չափազանցություն է, բայց շատ հսկայական քանակությամբ ես համոզված եմ այս քանակությամբ նոտաներ։ Իսկ թվայնացման մասին մտածել եք։ Թվայնացման մասին մտածել ենք, նույնիսկ կարծեմ ինչ որտեղ թվայնացվածել է, Այո։ բայց պետք է ասեմ, որ այս հին համակարգը շատ, չգիտեմ, մենք սովորել ենք, ես ինչը որ ճանաչել եմ, այստեղ եղել են երկու հրաշալի եղբայրներ, Adzիկը եւ Իլիան, եւ իրանց հետ աշխատում էր Կարինեն։ Adzիկը Իլիան մեծացան, անցան թոշակի եւ Կարինեն հիմա գրադարանի գլխավոր, այսպես ասած, Պահապանն է։ ոչ միայն պահապան, ամեն ինչ իր ուրեմն ինքն է անում, ինքն է կազմակերպում եւ Հիմա ինչ ստեղծագործության նոտաներ ուզենք կգտնեք։ մի վարքյանում, այսինքն այո, որտեղ շատ հարուստ գրադարան։ շատ արագ, եւ գիտեք, շատ արագ, ասենք այնտեղ նստած ինչ որ բան ենք ուզում, մի րոպեից արդեն իրենք, այսինքն
շատ լավ է կազմակերպված եւ ես միշտ տենց հիացել եմ։ Սա ինձնից առաջել է եղել։ Բոլերոն որ համարն է։ Էպտի ինտեր նայի։ Կատալոգը։ Հիշում եմ։ Վաներկա անգիրել կհիշի։ Այսինքն նվագախմբի ստեղծման հենց սկզբից բոլոր նոտաները այդտեղ հավաքվել են։ Ենթադրում եմ, որ այո, որտեվ միշտ ունեցել ես։ եւ որտեվ որ նայում ես մեկ-մեկ այնքան հին եւ այսինքն շատ ված ձեռագրով նոտաներ կա, բայց կա օրինակի համար Խաչատրյանի ջութակի կոնցերտը։ Մենք մինչեւ այսօր կատարում ենք այդ շատ հին եւ շատ վատ երևացող նոտաներով, որտեվ բոլորը սովորել են դրանով նվագել։ Արդեն ունենք լավ տպվածը, բայց մարդիկ քանի որ աչքները սովոր է եւ գիտեք Այսինքն սերունդները լավ տպվածը կա, բայց դուք տենց Հա, կա, այսինքն բոլոր Ցանկանում գործերը եք չի հնարավոր։ այդպես, օրինակի համար գործեր կա, որ ունենք միայն այդ ձեռագիրը, բայց կոնկրետ Խաչատրյանի կոնցերտը ունենք շատ լավ տպվածը, բայց մարդիկ սովորել են նրան, ինչը որ ամբողջ այս կյանքում նվագել են։ Անթոփ չան, այդպես լսել եմ զավթված տարածքների մասին ձեզանից, կպատմեք այդ ինչ տարածքներ են։ Այո, որ մենք եղանք այն սենյակում, որ ասեցի լավագույն երաժիշտները գալիս են այստեղ, Այո, պատկերացրեք դա կարծես թե երկրորդ հարկն է։ այո։ Դրանից մինչև վերև ամբողջ այդ կողմը եղել է ֆիլհարմոնիկ նվագախմբի։ Հիմա օպերա եւ բալետի տարածք։ Եվ այո, եւ մի շրջանում, երբ որ անունը չեմ ուզում տամ, բայց միտիկին եղել է եւ օպերայի տնօրենը եւ փող նախարարը մշակույթի, միաժամանակ այդպես բան է եղել սովետի տարիներին։ Ինքը մի գրիչի ստորագրությամբ այդտեղից վերև ուրեմն վերագրել, այսինքն ոչ թե վերագրել է, որոշել է, որ այսուհետև օպերայի Անեքսիայի է ենթարկվում։ Եվ Ղարաբաղի պատմության պես պատմություն է, ես բոլորին դիմում եմ այդ տարածքները հետ բերելու եւ կա քարտեզը, որում նշված է, որ դա մեզ է պատկանում, Թամանյանի նախագծով։ Ու բնական էլ է, որտեվ կարծես շենքի այս կեսը ֆիլհարմոնիայինն է, մյուս կեսը օպերային է, շատ լավ։ Երկուսն էլ մեր պոակներն են, բայց նա Հրաշալի է։ եկել ենք Արամ Խաչատրյան համերգասրահի տանիք։ Հիմա այստեղից շատ գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Սարդ նվափողոց, դեպի Ֆրանսիայի հրապարակ, կոնսերվատորիա, հələ նայեք ինչ գեղեցիկ տեսարաններ են։ Շատերը վստահաբար չեք տեսել։ Կասկադ, ափսոս որ արտակարգ դրության պայմաններում ենք այստեղ բարձրացել, քաղաքը կարծես ընդմիջման է գնացել եւ դատարկ է ամբողջությամբ կամ գրեթե ամբողջությամբ, բայց վստահ ենք, որ որոշ ժամանակ հետո բնականon կյանքին կվերադառնանք եւ կյանքը նորից կակտիվանա։ Հաճախ եք այստեղ գալիս։ Չէ։ Բայց եղել եմ ճիշտ ասած մի քանի անգամ։ Միշտ Եվ չեմ իմանում ինչ պատճառով մի անգամ էլ ավելի վերևում եմ եղել, ավելի տպավորիչ է։ Ոստիկանները ուշադիր հետևում են, որ քաղաքում ռեժիմը չխախտվի, ում թույլատրված է լինեն փողոցներում, ում չէ, տանեն Տուգանային հրապարակ։ Այսքան խաղաղ երբեք այստեղից չենք տեսել։ Այսօր իմիջայլոց քայլում էի քաղաքով եւ արձանագրեցի, որ երբեք քաղաքը այսպեսին չեմ տեսել, չի էլ եղել երևի, որ ամբողջը փակ լինի, գրեթե մեկ հոգի չգտնես, հանդիպեցի առաջին լրատվականի լուրերի լրագրողներին, ասում եմ ինչ եք անում, ասում եմ մի մարդ ենք ուզում գտնենք, որի մոտ այդ թերթիկը չլինի, այդպիսի մարդ չկա, ասում եմ 5 կիլոմետր, 4 կիլոմետր քայլել ենք, չկա։ Դուք ունեք այդ թերթիկից։ Այո, մենք Ունեմ, Ես ճիշտ ասած շատ մոտ եմ ապրում։ այս ինչ մոտ ավելի մութ անկյուններ են գնում, որտեղ արդեն ավելի մեծ բարձրության վրա են բարձրանալու, կարելի է, որ ես չբարձրանամ։ Այո, Տիկին Սիրունյան, դուք կրունկներով չեք կարող բարձրանալ։ Ստեղից ավելի շքեղ է, վստահաբար։ Չելոս կոնսերվատորիայի շենքը, քանի որ ծառերով փակ է, այդպես լավ չի երևում, բայց այս վերևից գեղեցիկ շենք է շատ։
Հոգևորող է Այո։ եւ շատ գեղեցիկ։ Տանիքն էլ վերանորոգման կարիք ունի։ Այս մասը պատկերացրեք գուցե կարելի է գեղեցկացնել, բայց ինքը բարեբախտաբար շատ պինդ է, ամուր է, ջուր չի թողնում։ Ժամացույցը չգիտեմ, Հայտնի ժամացույցն է, որը նաեւ պետք է վերականգնել, թե չէ։ ջերմաստիճաններ ցույց Այո։ տալիս։ Ամեն դեպս մտածում եմ, որ երևի պետք է վերականգնել, իսկ եթե դա սխալ է, ուրեմն գոնե պետք է վերացնել այս երկաթի մասը, որտեղ Շատ հաճախ ես հիշում եմ մարդիկ, եթե նույնիսկ կարիք չունեին այստեղով անցնելու, պարտադիր անցնում են, որ ջերմաստիճանը նայեն։ Սրից նույնիսկ համալիրն ենք տեսնում։ Այո։ Բայց կառուցապատել են անկանոն եւ փակվել է համալիրը։ Դա կարծեմ կառուցապատված էլ եղել է, այս մասերը հին են։ Սրանք են ավելի նոր եւ կողմը, բայց այս մեջտեղը։ Այստեղից լավ երևում է, թե որքան անկանոն կառուցապատել եք ամբողջը Այո, եւ տեսքը փոխել քաղաքին։ այդպիսի բան։ Բայց նույնիսկ այսքանից հետո էլի շատ գեղեցիկ է քաղաքը։ Դե պարոն Թոփչյան, շնորհակալ եմ։ Ես եմ շատ շնորհակալ։ Շատ հետաքրքիր էքսկուրսիա էր Արամ Խաչատրյան համերգասրահով։ Ես ամեն անգամ հաղորդման վերջում հույս եմ հայտնում եւ վստահություն, որ այս դաթարից հետո, մշակութային կորոնա դաթարից հետո, որ մեր հաղորդման շարքի անվանումն է, մեր հանդիսատեսը կարոտած կգա բոլոր համերգասրահներ եւ թատրոններ, այդ թվում նաեւ Արամ Խաչատրյան համերգասրահ, որտեղ կլսի ֆիլհարմոնիկի կատարմամբ հետաքրքիր ստեղծագործություններ։ Շնորհակալություն։ Ես եմ շատ շնորհակալ։ Դե կհանդիպենք, գնացինք հաջորդ մշակութային հաստատություն։